Ոչ Հայաստանում էլ նաև ուկրաինական պատերազմի ավարտը լինելու է այդ ձևաչափով։ Խաղաղության պայմանագիրը այն տեսքով որ կա, դուք հիմա նախաստորագրված է, դուք որ հաղթեք ստորագրելու եք։ Խաղաղության պայմանագիրը ստորագրելի է, մեր նպատակն է հասնել Հայաստանի համար տարածաշրջանային խաղաղ համակեցության ուղղակի մի քանի տարբերությամբ։ Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք մեր հարևան երկրներին ժողովրդագրական վտանգ ներկայացնել Հայաստանի համար։ Մենք պետք է աշխատենք այն ուղղությամբ, որպեսզի թույլ չտանք ադրբեջանական համայնք ձևավորել, արհեստական համայնք ձևավորել Հայաստանի Հանրապետությունում եւ դա օգտագործել որպես գործիք Հայաստանի ներքին։ Երկրորդը մենք պետք է աշխատենք, որպեսզի պայմանագիրը չլինի թղթի կտոր կներեք արտահայտությանս համար, այլ լինի երաշխավորված ուժերի կողմից, ինչի մասին որ մենք մի քիչ առաջ խոսեցինք։ Այսինքն TRIP-ը եւ խաղաղության պայմանագիրը մենք նույն ձևաչափի մեջ ենք դիտարկում։ Այսինքն դուք կողմ եք, բայց հավելում եք, որ պետք է լինեն միջազգային երաշխավորություններ։ Այսինքն առանց միջազգային երաշխավորությունների մենք տեսնում ենք, որ մեծ խնդիր է։ Հիմա եթե ձեր ասած երաշխավորության սխեման չգտնենք, դուք կստորագրեք դա, թե ոչ։ Առանց երաշխավորությունների դա հղի է ռիսկերով Հայաստանի համար պետք է ձևաչափ ամեն ինչ անենք, որ գտնենք։ Դա է մեր հիմնական տարբերակ 1, տարբերակ 2, եթե չգտակ։ Պարոն Ղազարյան, մեր երկիրը ամեն ինչ պետք է անի, դա մեր նպատակ համար մեկն է խաղաղության հասնելը եւ այդ իսկ պատճառով է մեզ պետք ուժեղ ղեկավար։ Մեր երկրին առանց ուժեղ ղեկավարի չենք կարողանա մենք հասնել նրան, որ ունենանք երաշխավոր, այս բանը մենք ունենք վկա։ Դե եկեք այդ ուժեղ ղեկավարի թեման փակենք, որտեղ այդ աստիկ փետրվարի 12-ին, այո։ Այսինքն դուք Պուտինին եւ Տրամփին կբերեք եւ նրանք երաշխավորեն Տրամփի ճանապարհը եւ կարծում եմ տարածաշրջանում Ամերիկայի մասնակցությունից հետո մեր հին դասական գործընկերները, մեր դաշնակիցները հետաքրքրությունը կպահպանեն տարածաշրջանի հանդեպ եւ նաեւ կերաշխավորեն, սակայն ել եմ ասում, մենք էլի պետք է փնտրենք երաշխավորներ, որպեսզի հնարավորություն ունենանք պաշտպանել մեր երկիրը դիվանագիտական ճանապարհով։ Չգա այն օրը, որ ռուսները պետք է գան ամերիկյան կապիտալը պաշտպանեն։ Հնարավոր է։ Պետք է գան պաշտպանեն Հայաստանի տարածքային ամբողջականությունը։ Չէ, TRIP-ը պետք է պաշտպանեն։ Հայաստանի տարածքային ամբողջականությունը, քանի որ խաղաղության պայմանագիրը դա Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության մասին է եւ Հայաստանի տարածքային ամբողջականության մասին է։ Ջերմուկի հասկացա։ Դուք ասում եք, որ նախկինների հետ կապ չունեք։ Ինչու՞